Հարգելի հայրենակիցներ, քննարկվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրման համակարգը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու հարցը առաջիկա 2 տարիների կտրվածքով, բայց այստեղ խնդիրը, երբ որ մեր խմբակցությունը ներկայացրեց ընդհանրապես հայտարարագրման այս համակարգը առժամանակ կասեցնելու օրինագիծը, դեմ արտահայտվեց մեծամասնությունը եւ հիմնավորումը ըստ էության նա է, որ չէ, այնուամենայնիվ սա պետք է ներմուծվի։ Գաղափարական հիմքը այս հայտարարագրման սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու կողմից հարկային պարտավորությունների կատարումն է։ Ուրիշ որևէ գաղափարական հենք, հիմնարար հենք չի կարող ունենալ սա։ Մնացածը բանցիկներն են կողքից։ Հակակոռուպցիոն, սոցիալական, մշակութային, տնտեսական, դրանք կողքից եկող հավելյալ հնարավորություններն են, բայց հիմքերի հիմքը հարկային պարտավորություններն է, եւ սա կարևոր է, որ ճիշտը փոխանցվի հասարակության։ Ես չեմ ասում վատ բան է, ոչ, Հայաստանի քաղաքացիները եւ բոլոր սուբյեկտները պարտավոր են վճարել հարկեր։ Այդ հարկերը պետք է հիմնվեն հորիզոնական եւ ուղղահայաց հարկման արդարացության սկզբունքի վրա, այդ հարկերը պետք է հիմնվեն հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքի հիման վրա, բայց հարցը այլ տեղ է։ Հարցը այն է, որ որքանով է համակարգը, որը դրվում է, որքանով է ճշմարիտ ձևով հավասար վերաբերում բոլորին։ Դուք ասում եք հակակոռուպցիոն, բայց միայն եկամուտների հայտարարագիր եք դնում, բայց ծախսերը։ Եվ այսպես շարունակ, այսինքն համակարգը ինքը պատրաստ չէ, աղավաղում եւ այլանդակում ենք մենք նույնիսկ այս գաղափարը համընդհանուր հայտարարագրման, հետո էլ նեղանում եք, այո, սա վերաբերում է նաեւ իշխանության նկատմամբ եւ 35,000-ը ցույց է տալիս հենց վստահություն իշխանության հանդեպ, ոչ պետության, իշխանության։